Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բան նվագում է ընտրություններից մոտավորապես 2 ամիս առաջ իշխանությունը որոշեց բարձրացնել կենսաթոշակները, այս մասով ինչ խնդիր եք տեսնում, որովհետև մենք քաղաքացիների հետ զրուցում ենք եւ քաղաքացիները նշում են, որ սա դրակաշարք է եւ վարչական ռեսուրսի չարաշահում Հարգելի լրագրողներ, նախ մենք վարչական ռեսուրսի խնդրին կրկնում եմ, կարող ենք անդրադառնալ, երբ որ ունենանք թեկնածուներ։ Եվ երկրորդ հանգամանքը, որպեսզի որևէ գործողություն գնահատի որպես օրինակ վարչական ռեսուրսի չարաշահում, ինքը պիտի գա ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումների ներքո գտնի։ Հիմա ես ուղղակի հասկանում եք, պետությունը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում։ Սոցիալական ապահովության համակարգը ընտրություններով չի դադարում։ Իսկ այն ինչ որ պետության պարտականությունները պետությունը որ կատարում է, դեք այստեղ դեռ չունենալով դեռ նույնիսկ գրանցված թեկնածուներ միանգամից խոսել վարչական ռեսուրսի չարաշահման, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումը ենթադրում է, որ դա իրականացվում է գրանցված կուսակցության կամ թեկնածուի կողմից։ Որտեղ են մեր գրանցված կուսակցությունները կամ թեկնածուները։ Բայց ավելին դա այդ երևույթը պիտի գնահատվի հենց այն փաստով, որ օրինակ դա այդ գործողությունը կապ չունեցել տվյալ, չգիտեմ, պաշտոնյայի պարտականությունների կատարման հետ կամ դա ինքը այսպես ենք իր բնականոն գործառույթներից դուրս գործառույթ է իրականացրել հատուկ, այսպես ենք իր համար շահեկան դիրքում հայտնվելու համար։ Այս դեպքում ես դուք մի հարցադրում եք բարձրացնում, որը որ մեր տիրություն չի առայժմ։ Բայց գրանցվելուց հետո եթե մենք ունենանք փաստեր, օրինակ, որ կառավարությունը չպիտի այս գործողությունները կատարել այլ պայմաններում, այսինքն ինքը այդ գործողությունները, չգիտեմ, այս պաշտոնյան կամ այն պաշտոնյան կատարելը բացառապես ընտրություններով պայմանավորված, այս դեպքում կարող ենք տվյալ գործողությունը գնահատել որպես վարչական ռեսուրսի չարաշահում։ Ես կրկնում եմ, մենք տեսեք, հարգելի բայց ընտրությունների ընդհանուր դեպքից առաջ այդպես միանգամից որոշեցին բարձրացնել։ Հարգելի լրագրողներ ջան, մենք խնդիր կարող ենք տեսնել, երբ որ խնդիրը առկա է։ Իսկ կրկնում եմ, մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական ռեսուրսի խնդրին կարող է անդրադառնալ, երբ որ արդեն ունենա թեկնածուներ, որտեղ ում կողմից կրկնում եմ ես հարգելի լրագրողներ, երբ որ կունենանք թեկնածուներ, երբ որ թեկնածուների կամ կուսակցությունների գործունեության հետ կապված հարց կբարձրացվի եւ կասեք այս կուսակցությունը կամ այս թեկնածուն, այսինչ գործողությունն է կատարել, այստեղ դուք ինչ որ խնդիր չեք տեսնում, այդ ժամանակ մենք ես դες խոստանում եմ, որ օրենսդրությամբ սահմանված կարգով խնդիրը անպայման կքննարկվի եւ կտրվի պատասխան։ Ներողություն, թիվի հասնի բարական։ Այսինքն եթե գրանցումը իրականացվի, դու գիտակում եք այս հարցը վերանայել։ Այսինքն նշեցիք, որ հարգելի լրագրողներ, կրկնում եմ, պետության, որպեսզի մենք որևէ գործողություն դիտարկենք վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից, վարչական ռեսուրսի չարաշահումը ընտրական օրենսգրքի 23 հոդվածն է, կարող եք դուք բացել տալ։ Դա պետական պաշտոնյային տրված միջոցները իր պաշտոնական պարտականությունների կատարելու համար այսպես ենք իր անձնական նպատակներով, այդ թվում նաև կուսակցական նպատակներով օգտագործել են։ Բայց երբ որ ընտրությունները նշանակվում են, դա չի նշանակում, որ պետությունը պիտի դադարի գործել, հասկանում եք, որտեղ պետության սոցիալական ծրագրերը ոչ ընտրություններով են սկսվում, ոչ էլ ընտրություններով ավարտվում են։ Պետությունը ինքը օրգանիզմ է, ինքը այստեղ ես դրա համար եմ կրկնում, երբ որ մենք
կունենանք տեխնացու եւ կունենանք փաս, որ տեխնացու կատարել է գործողություն, որը որ եթե չլինեին օրինակ ընտրությունները, չէ՞, այսինքն հենց ընտրություններով է պայմանավորված, այդ դեպքում բնական է դա գնահատվել է որպես վարչական ռեսուրսի օգտագործում։ Sputnik Armenia։ Բան ճշտել է այս թեմայի հետ կապված։ Եթե ինչ այդ վարչապետն ասում է, որ ավելի լավ է այդ գումարը ուղղենք առողջապահությանը եւ դրանով ավելի մեծ օգուտ կտան թոշակավին, բայց հետո այդ թոշակը բարձրացնում, արդյոք ձեր մոտքեր կասկածներ չեն առաջանում, որ ամեն դեպքում սա անդրությունների հետ կապ ունի, ինչքան էլ որ դեռ գրանցումներ արկածներ։ Անկյունս է։ Վարչապետը ինչ որ ժամանակ առաջ մի բան հայտարարել, հետո մեկ այլ բան հայտարարել։ Այդ առողջության վարչապետից բարձրաբանում հասկանում եք, ասենք վարչապետը ինչ որ բան է ասել, դուք ասում եք, դուք այստեղ խնդիր չեք, ես կրկնում եմ, մեր գնահատելու տիրույթը սկսվում է, երբ որ մենք ունենք տեխնացուներ, երբ որ մենք չունենք տեխնացուներ, ում որպես ինչ են գնահատում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործ ունի ընտրություններում գրանցված սուբյեկտների հետ։ Այսօր մենք միակ գրանցված սուբյեկտը դիտորդներն ու լրագրողներն են։ Մեկ դիտորդական կազմակերպություն եւ քանի լրագրողական 19 լրագրողական կազմակերպություն։ Այսինքն այսօր մենք այսպես ասենք, որ կարող ենք որևէ կերպ գնահատել գործունեությունը դիտարկել, դա այս սուբյեկտներն են։